Արձագանք։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ դուք հիմա հստակ ասում եք, որ 23 թվականից կարմիր գծերը թանկացնելուց հետո մինչև այսօր խցանումները պակասել են։ Ես դες ճիշտ հասկացա, եթե ասում եք բացասական չունենք, ենթադրվում է խցանումները քչացել են։ Այսինքն խնդիրը ստեյիշն է դառնում էլի, որ մեր քաղաքացիները, մենք, դուք բոլորս, երբ որ փորձում ենք երթևեկել Երևան քաղաքի փողոցներով, այդ խցանումները մեզ աչքով տեսանելի են։ Ուրեմն մենք գալիս ենք, եթե ձեր ասած թվերով, բացարձակ արժեքով, չգիտեմ ինչով ինչ-որ ներկայացնում եք, խցանումները պակասել են, բայց մենք տեսնում ենք, որ հակառակը շատացել են, ուրեմն դուք սխալ մեթոդ եք ընտրել կամ հաշվարկի, կամ դուք ձեր տեղում ուղղակի չեք գտնվում, չեք աշխատում այնտեղ, որտեղ որ դուք պետք է աշխատեք, որտեղ փաստացի մենք տեսնում ենք, որ խցանումները շատացել են ու կարմիր գծերը ընդհանրապես նրան էֆեկտ չեն տվել։ Եվ մեկ հարց եւս, ուրեմն նախատեսել եք 495 միլիոն տարեկան, այլ ինչ հավելյալ ծախսա նախատեսվում։ Պարոն Հարությունյան, խնդրում եմ առաջին հարցին։ Շատ հակիրճ փորձեմ անդրադառնալ խցանումների հետ կապված հարցին։ Տեսեք, խցանումները չեն առաջանում մեկ գործոնից պայմանավորված։ Դրանք բազմաթիվ գործոններից են պայմանավորված։ Անգամ եղանակային պայմաններն են ազդում Երևան քաղաքում խցանումների վրա։ Եվ յուրաքանչյուր գործողությունը, մասնավորապես վճարովի կայանատեղի տեղական վճարի վերանայումը, փոքր, բայց իրուրույն ազդեցություն ունեցել է։ Դա էլ թվային արտահայտությամբ կարող բերել։ Եթե մինչև վճարի վերանայումը մշտական օգտվողների քանակը ավելին էր, քան 40,000 տրանսպորտային միջոց, ապա վճարի վերանայման արդյունքում դրանց թիվը չգերազանցում 8,000։ Սա էլ է փաստ։ Մշտական օգտվողների մասն եմ խոսում։ Հիմա եթե մարդը մշտական չի օգտվում, ուրեմն մշտական երթևեկության մասնակիցը չի դառնում։ Այսինքն ինքնանպատակ է, տենց ուղղակի քաղաքով վարում է, ոչ միտեղ չի գնում։ Հետաքրքիր ֆետիշ է, հա։ Ես անդրադառնամ նաև ձեր հարցին, էլի։ Ես պատկերացնում եմ, որ ավտոն տեղափոխման միջոց է, իդ բեջ, չգիտեի, որ տենց պրոցես։ Ժորժան, խնդրում եմ, այս դեբատի մեջ չենք մտնում։ Պարոն Իսկանդարյան, ձեր մատնանշած 495 միլիոնը բյուջեն է, դա հավելյալ գումար չի, դա բյուջեն է այս հիմնարկի։ Ինչ վերաբերում է այն բանին, արդյոք դուք բերում եք գործոններից մեկը, բայց ախր նոր հենց նոր պարոն Հարությունյանը ասաց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 45,000 նոր ավտոմեքենա է գրանցվել։ Եկեք այդ գործոնը ասենց մոռացության մատնենք, ասենք որ չկա տենց բան, նոր ավտոներ չեն ավելանում, բայց Ժորժան ամեն օր ավտո է ավելանում այս քաղաքում։ Հիմա ասում եմ, նորից եմ ասում, նաև այս հիմնարկի աշխատանքի արդյունքում մենք գալու ենք վերլուծություններով ավականու նիստին ներկայացնենք տարատեսակ ավտոմեքենաների համար սահմանափակումներ։ Էլի այս ամբիոնի մոտ ես պատկերացնում եմ ինչ հարցադրումներ են լինելու, ինչ ելույթներ են հնչելու, այսինքն սա ռացիոնալ խոսակցություն չի, էլի։ Սա տենց տրամաբանական խոսակցություն չի։ Այսօր կարմիր գծերը թանկացրել եք, բախի պրոբկեքը չեն նվազել։ Ասում տարվա ընթացքում 45,000 նոր ավտո է մտնում այս երկիր։ 10,000-ն էլ Երևանում է գրանցված, էլ չասեմ, որ այդ 10,000-ից զատ եւս մի 5-7,000-ն էլ մյուս մարզերից են գալի մտնում Երևան, Ժորժան։ Հիմա ինչ անենք, այդ փաստի վրա աչքերներս փակենք, ասենք 2020 թիվն է դեռևս։